Ողջույն հարգելի հայրենակիցներ, այս ձևաչափով ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Սամվել Կարապետյանի կողմից ներկայացված 5 հիմնական տնտեսական կետերից մեկը։ Խոսքը վերաբերում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների կողմից 0% հարկ վճարելուն։ Շատ մոտ ապագայում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն են ունենալու իրենց վաստակած գումարը թողնելու շրջանառության մեջ և ավելի լայն հնարավորություններ ունենալու։ Ինչպես տեղյակ եք, 2025 թվականի հունվարի 1-ից գործող իշխանությունները կրկնապատկել են շրջանառության հարկը, որը առաջացրել է լուրջ սոցիալական խնդիրներ և որի պատճառով բազմաթիվ ընկերություններ, մինչև 3600 տնտեսվարող սուբյեկտներ փակվել են, որը ենթադրում է բազմաթիվ աշխատատեղերի կորուստ, հարկերի կորուստ, և մենք առաջարկում ենք լուծել նաև սոցիալական խնդիր այս ծրագրի շրջանակներում, ինչը հնարավորություն կտա ստվերից դուրս գալ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների, ինչը իր հերթին կգեներացնի համախառն ներքին արդյունքի աճ։ Շատ հաճախ մարդիկ տարակուսանքով են վերաբերում այս ծրագրին, ասելով, որ դա հնարավոր չէ, վստահեցնում եմ ձեզ, դա հնարավոր է, որովհետև փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների կողմից վճարված հարկերը կազմում են մեր ընդհանուր բյուջեի ընդամենը 2.4%-ը։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի ասվածը, պատկերացրեք ընտանիք, որտեղ հայրը, մայրը և զավակները աշխատում են գումար, և այդ ընդհանուր բյուջեի մեջ, օրինակ ասենք 1 միլիոն դրամի մեջ, զավակների վաստակած գումարը կազմում է ընդամենը 25,000 դրամ։ Սա հնարավոր է իրականացնել և մոտ ապագայում մենք ունենալու ենք նաև այս ծրագրի շրջանակներում շատ ուժեղ Հայաստան, ուժեղ պետություն, որտեղ տնտեսվարողները կունենան նոր հնարավորություններ։